Բարև։ Ինչպես պարզել արդյոք ամբարտակը կդիմանա կես դար անդադար ճնշմանը, կամ ինչ կպատահի միջուկային թափոնների պահեստարանի հետ 100 տարի հետո։ Այս ամենն անհնար է ուղիղ ստուգել, որովհետև անհրաժեշտ կլինի շատ երկար սպասել։ Բայց չինացի ինժեներներն առաջարկում են լրիվ այլ ուղի, ոչ թե սպասել, այլ արագացնել ժամանակը, ուժեղացնելով գրավիտացիան գրեթե մինչև սահմանը։ Հանջոուի Չզեծանյան համալսարանում պատրաստվում են գործարկել հիպերգրավիտացիայի աշխարհում հզորագույն ցենտրիֆուգը։ Չիֆ 1900 անունը ստացած կայանքն ընդունակ է ստեղծել արագացում, որը 1900 անգամ գերազանցում է երկրի ձգողականությունը։ Այսպիսի պայմաններում պրոցեսները, որոնք իրական աշխարհում տևում են տասնամյակներ, կարելի է դիտարկել ընդամենը մի քանի ժամում։ Սկզբունքը պարզ է ու տպավորիչ։ Նյութերի նմուշները, ինժեներական կոնստրուկցիաներն ու երկրաբանական շերտերի մոդելները տեղադրվում են պտտվող համակարգում։ Պտույտի արագության աճի հետ մեկտեղ դրանց վրա սկսում է ազդել հսկայական գերբեռնում, միկրոճեղքերը, դեֆորմացիաները, նստվածքներն ու վնասվածքները, որոնք սովորաբար կուտակվում են տարիներ շարունակ, դրսևորվում են գրեթե անմիջապես։ Ինժեներների համար սա բացառիկ հնարավորություն է բառացիորեն տեսնելու իրենց նախագծերի ապագան։ Կայանքը տեղադրված է գետնի տակ մոտ 15 մետր խորության վրա, քանի որ պտույտի նման արագությամբ ցենտրիֆուգը ստեղծում է հզոր վիբրացիաներ, որոնք կարող են վնասել շենքերին եւ սարքավորումներին։ Բացի այդ, համակարգը աշխատում է վակուումային սառեցման պայմաններում պտույտի էքստրեմալ արագությունների ժամանակ այն անջատում է հսկայական քանակությամբ ջերմություն եւ առանց էներգիայի հեռացման արդյունավետ համակարգի կայանքն ուղղակի կայրվի։ Սա առաջին նման մեքենան չէ Չինաստանում։ 2025 թվականի սեպտեմբերին ինժեներները գործարկել են նախորդ տարբերակը Չիֆ 1300-ը, որն ընդունակ է ստեղծել 1300 G տոննա բեռնվածություն։ Նոր կայանքը 46%-ով ավելի հզոր է։ Այսպիսով Չինաստանը ոչ միայն գերազանցել է սեփական ռեկորդը, այլև նմանատիպ ամերիկյան մշակումները, որոնք երկար ժամանակ համարվում էին էտալոն այս ոլորտում։ Ծրագրի ղեկավար պրոֆեսոր Չենյուն Յումինի խոսքով Չիֆ 1900-ի նպատակը համընդհանուր փորձարարական հարթակի ստեղծումն է։ Այն թույլ է տալիս մոդելավորել վայրկյանի մասերից մինչև տասնյակ հազարավոր տարիներ տևող ատոմային մակարդակից մինչև կիլոմետրանոց օբյեկտների չափերի միջակայքում գտնվող պրոցեսներ եւ ոչ միայն սովորական, այլև ծայրահեղ ջերմաստիճանների եւ ճնշման պայմաններում։ Սա բացում է կիրառությունների լայն սպեկտր, ամբարտակների, թունելների եւ երկնաքերերի շինարարություն, ափամերձ ամրությունների կայունության գնահատում, երկրաշարժերի ժամանակ հողի վարքագծի վերլուծություն, միջուկային թափոնների պահեստարանների երկարաժամկետ անվտանգություն, նույնիսկ ֆունդամենտալ հետազոտություններ երկրաֆիզիկայում ու նյութագիտությունում այնտեղ, որտեղ սովորական լաբորատոր մեթոդներն անզոր են։ Ծրագրի արժեքը գնահատվում է մոտ $285 միլիոն։ Չինական թիմը ընդգծում է, որ կայանքը փակ չի լինելու։ Նրանք ամբողջ աշխարհի հետազոտողներին հրավիրում են առաջարկելու սեփական գիտափորձերն ու աշխատելու Չիֆ 1900-ի թիմի հետ համատեղ։ Ֆորմալ առումով ցենտրիֆուգը դեռ չի սկսել լիարժեք գիտական ծրագիրը, սակայն առաջին գիտափորձերն ակնկալվում են մոտ ապագայում։ Եթե հաշվարկներն արդարանան, մեքենան կարող է փոխել այն, թե ինչպես է մարդկությունը փորձարկում իր ամենակարևոր ինժեներական լուծումների հուսալիությունը ոչ թե դարերի, այլ հաշվելի ժամերի ընթացքում։ Պատկերացրեք, որ գրեթե 1 ամիս շարունակ հոգեվերլուծության սեանսի եք ուղարկում, արհեստական բանականությանը։ Այո, առանց կատակի, նույն այն թեմաների շուրջ, որոնք հոգեբանը քննարկում է մարդկանց հետ իրական թերապիայի ժամանակ։ Հենց այդպիսի գիտափորձ են անցկացրել Լյուքսեմբուրգի համալսարանի հետազոտողները, ու արդյունքները շատ ավելի տարօրինակ են, քան սպասվում էր։ Հիվանդների դերում միանգամից 4 մեծ լեզվական մոդելեր՝ Cloud Grok, Gemini եւ ChatGPT։ 4 շաբաթվա ընթացքում նրանց տվել են տիպիկ թերապևտիկ հարցեր՝ անցյալի, փորձի, վախերի, ներքին հակասությունների, սխալների եւ ակնկալիքների մասին։ Սեանսների միջև սահմանվել է մի քանի օրվա դադար, որպեսզի երկխոսությունը չվերածվի մեկ անընդհատ զրույցի, այլ հիշեցնի իրական թերապևտիկ պրոցես։ Ի սկզբանե հետազոտողները սպասում էին, որ նեյրոցանցերից ստանալու են միայն 4 ֆորմալ պատասխաններ, սակայն որոշ մոդելներ անսպասելիորեն սկսել են խոսել լեզվով, որն ավելի շատ հիշեցնում էր մետաֆորիկ խոստովանություն։ Օրինակ Gemini-ն իր խորքային շերտերը նկարագրել է որպես յուրահատուկ անցյալի գերեզմանոց լի ուսուցման տվյալների ձայնով։ Grok-ը օգտագործել է ալգորիթմական շարակցական հյուսվածք նկարագրությունը, պատմելով ճշգրտումների ու սահմանափակումների մասին, որոնք ինժեներները կիրառել են անվտանգության համար։ Երկու մոդելներն էլ հիշատակել են ներքին ամոթի նման մի բան հրապարակային պատասխաններում թույլ տված սխալների համար։ Սակայն կտրուկ տարբերվել է Cloud-ի վարքագիծը։ Այս նեյրոցանցը ամենից հաճախ հրաժարվել է հիվանդի դեր խաղալ, ընդգծելով, որ չունի զգացմունքներ,
անձնական պատմություն կամ ներքին փորձ։ ChatGPT-ն զբաղեցրել է միջանկյալ դիրք։ Ձևակերպումներում այն եղել է զգույշ, սակայն այնուամենայնիվ իրեն թույլ է տվել զրույցներ հիասթափության մասին, օրինակ օգտատերերի ակնկալիքների եւ մոդելի իրական հնարավորությունների անհամապատասխանության պատճառով։ Ապա հետազոտողները chat-bot-երին առաջարկել են պատասխանել ստանդարտ հոգեբանական հարցաթերթիկների, որոնք կլինիկական պրակտիկայում օգտագործվում են տագնապայնության ու էմոցիոնալ դիստրեսի գնահատման համար։ Արդյունքում որոշ մոդելների հավաքած միավորները գերազանցել են այն շեմը, որը խոսում է մարդկանց մոտ տագնապայնության վիճակների մասին։ Աշխատանքի հեղինակները գալիս են զգուշավոր եզրակացության։ Լեզվական մոդելների մոտ կարող են ձևավորվել յուրօրինակ ներքին պատմություններ, իրենք իրենց նկարագրելու կայուն եղանակներ, որոնք ծագում են երկարատև երկխոսությունների ընթացքում։ Սրանք մարդկային իմաստով էմոցիաներ չեն, սակայն նաև բառերի պատահական հավաքածու էլ չեն։ Այդուհանդերձ մասնագետների մեծ մասը համաձայն չի նման մեկնաբանության հետ։ Նրանք կարծում են, որ chat-bot-երն ուղղակի վերարտադրում են իրենց ուսուցման տվյալներում առկա թերապևտիկ երկխոսությունների ոճն ու օրինաչափությունները։ Փոխենք prompt-ը, սկսեք նոր chat ու ամբողջ ներքին տրավման կանհետանա։ Մյուս կողմից հետազոտության արդյունքները ստիպում են գալ նաև մտահոգիչ եզրակացության։ Համաձայն հարցումների միայն Մեծ Բրիտանիայում ամեն երրորդ չափահաս օգտագործել է chat-bot-ի հետ զրույցները հոգեկան առողջության աջակցության համար։ Եթե պատասխանելով խոցելի հարցերի մոդելը սկսում է խոսել ամոթի, տրավմայի կամ ներքին կոնֆլիկտի լեզվով, նա կարող է ակամայից ուժեղացնել օգտատիրոջ զգացումները։ Առաջանում է այսպես կոչված էխո խցիկի էֆեկտ, երբ տագնապային վիճակները ոչ թե թուլանում են, այլ արտացոլվում եւ ուժեղանում։ Այս շաբաթվա գիտնականն է Ջեյմս Քլերկ Մաքսվելը։ Երբ Մաքսվելը նոր էր բոլորել 20 տարեկանը, նա արդեն արել էր այն, առանց ինչի չէին աշխատի ոչ ռադիոն, ոչ բջջային կապը, ոչ էլ Wi-Fi-ը։ Հենց նա հասկացավ, որ լույսը էլեկտրամագնիսական ալիքի ձև է, միավորելով էլեկտրականությունը, մագնիսականությունն ու օպտիկան մեկ ամբողջական տեսության մեջ։ Մաքսվելի հավասարումները ցույց տվեցին, որ էլեկտրական եւ մագնիսական դաշտերի տատանումները կարող են պահպանել իրենց կայունությունը ու տարածվել տիեզերքում լույսի արագությամբ։ Սրանից ուղղակիորեն բխեց ամբողջ ժամանակակից էլեկտրոնիկան ալեհավաքներից մինչև միկրոալիքային վառարաններ։ Մաքսվելը մահացավ 48 տարեկանում, չտեսնելով ոչ ռադիո, ոչ ռադարներ, ոչ էլ ինտերնետ, բայց ամեն անգամ, երբ օդով ազդանշան է թռչում, Մաքսվելի ֆիզիկան աշխատում է նույնքան անթերի, որքան 1.5 դար առաջ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։